Քանի որ հնարավորություն չկար հարց տալու, ելույթով ասեմ, կներեք սիրելի գործընկերներ, որ չեմ կիսում ձեր ինտուզիազմը, պարոն փոխնախարար եւ իմ գործընկեր պարոն Սարգսյանը մի հատ հետաքրքիր թիվ ասեցին, ու պարոն Սարգսյանը ելույթի մեջ ասում է, որ այս պահի դրությամբ 8000-ից 4000-ը դեռ 27 տարին լրացած չի եւ հուսով եմ, որ հաջորդ այդտեն ձևակերպեցիք, հաջորդիվ նորից հնարավորություն կտրվի, որ նորից գան, ես ամեն դեպքում մենք ունենք քաղաքական որոշում եւ ես կքվեարկեմ, բայց ես մնում եմ իմ կարծիքի, որ դա խրախուսում է, պարոն Սարգսյան։ Այն տղան, որ հիմա 22-23 տարեկան է եւ խուսափում է ու չի գալիս, սպասում անեմ, որ դուք նորից փոփոխություն անեք, ինքը այդ գումարը վճարի։ Դա այդքան էլ արդար չի։ Ավելի լավ է մենք ձևակերպումն ուրիշ ձևանենք եւ ուղիղ եւ անկեղծ կարողանանք խոսալ, որ կարող ես գումար վճարել եւ չծառայել, ինչին ես էլի դեմ եմ, բայց կարծում եմ այդ ձևակերպումը, որ դուք արեցիք, արդեն միտք է տալիս, որ 22, 23, 24 տարեկան տղաները կարան էլի մնան, չգիտեմ, ուրիշ երկրում, սպասեն մինչև փոփոխություն են։ Հաջորդ խորհրդարանում ես չեմ լինի, բայց հուսով եմ, որ այդ փոփոխությունը նորից չի արվի, անկախ նրանից հիմա ինչ ձևակերպմամբ մենք հնարավորություն տվեցինք ծառայությունից խուսափած մարդկանց վճարել եւ չծառայել եւ վերադառնալ, հուսով եմ այդ տենդենսը չի շարունակվի, որովհետեւ դա միայն խրախուսելու է, որ մարդն ասի, ոչ մի քիչ կմնա, մի 4 տարի կմնա, մի հատ էլ նույնիսկ փոփոխություն կանեն, ես նույնիսկ կխուսափեմ։ Դա իմ անձնական կարծիքն է, ես կարծում եմ, որ դա միայն խրախուսում է դասալքությանը եւ չծառայելուն։